Ավշար քաղաք է մեզ բերել եղբորսերը քույրիկի հանդեպ։ Ես ողջունում եմ բոլորիդ։ Քույրիկը չի պատկերացնում, որ հաշված վայրկյաններ հետո բարև ձեզ ոտներս խերով ձեր մատնահարդարման սալուն։ Անակնկալ է լինելու նրան, նվերներ ենք բերելու։ Հիմա ծաղիկներ ունեք դուք, ուրախացնենք իր եղբոր կողմից։ Ես էլ քաղեմ։ Արմինե քույրիկ, շնորհավոր ձեր ծննդյան օրը։ Պրիվետ կյաժ, ո՞նց ես։ Սա սեր է, որը հերուներից է։ Բարձր տրամադրություն մենք գնանք։ Սա մի հաշք է հայկական, կարող է պատվիրել անգամ ամերիկան, Ռուսաստանը կամ էլ Եվրոպան, հայերու Էրզարում ծուարյուն է, մեր երակներում հոսում, ապիս պատված երկիրը մեզ է սպասում։ Հարգելի հայրենակիցներ, մենք հասանք արդեն Ավշար քաղաք, չէ գյուղ, Ավշարը գյուղ է ընկերներ, գյուղ, ինչի ասիմ քաղաք ես չգիտեմ, ուրեմն մի օր կդառնա քաղաք, հենց այնպես չէր որ ասեցի։ Ավշար քաղաք է մեզ բերել եղբորսերը քույրիկի հանդեպ, քույրիկը չի պատկերացնում, որ հաշված վայրկյաններ հետո անակնկալ է լինելու նրան, նվերներ ենք բերելու, ուրախացնենք իր եղբոր կողմից։ Տեսեք ինչ գեղեցիկ է Ավշարը, ընկերներ, Ավշարից միանգամից երևում է Մասիսը, մեր Սուրբ Լեռը։ Եվ նայելով Մասիսին, ուզում ես գնալ ու բարձրանալ նրա գագաթին ու թքել թուրքի ճակատին, բայց այսօր այդ օրը չի, այսօր եկել ենք ավելի ուրախ առիթով, դրա համար էլ կգնանք ուրախ առիթը կազմակերպելու։ Տեսեք ինչ գեղեցիկ ծաղիկներ են տնկել ճանապարհի եզրին, տեսեք, այս սա է Ավշարի դեմքը, ընկերներ, Ավշարի մարդկանց դեմքը։ Ինչի համար մենք շնորհակալ ենք, տեսեք ինչ գեղեցիկ է, աչից ծաղիկները նկարի սիրուն, Վարդան շատ գեղեցիկ է, տատիկն էլ ջուր էր անում, տատիկը երևաց կադրում, որ կանալից ջուր էր վերցնում ու ջուր էր անում ջրում էր ծաղիկները, որ այսպես սիրուն լինեն։ Օրինակ այստեղ արդեն այդ ծաղիկները չկա, որովհետև չեն տնկել, իսկ այնտեղ կար, որովհետև հոգ էին տարել, աչից էլի ծաղիկներ, Ավշարը ուղղակի ծաղիկների երկիր է, ոչ թե Ավշար արաղ, իմացաք, հանկարծ չմտածեք, որ Ավշար մենակ արաղ է լինում, Ավշարը գեղեցիկ մարդկանցով բնակեցված բնակավայր է, որտեղ մենք էլ ենք եկել, հենց այդ տան մոտով էլ անցնում ենք, խնձորը հասել է Վարդան, ինձ թվում է հենց հիմա խնձորի փաշարու անելու պահն է, միջան խնձոր գողանալու։ Հուսով եմ տանտերերը որ դուրս գան ուզենան, մեզ բան ասեն, կհիշեն, թե մենք ով ենք։ Կհիշեն, որ մենք այս խնձորից դեռ մանուկ հասակից գողացել ենք։ Վարդան քաղում եմ հիմա, բայց հիմա չուտենք էլի, հա։ Հիմա չուտենք, որ բերանս տես մնաց, որ տես չմնա ափալ-թափալ խոսամ, էլի, նորմալ խոսամ, հա։ Ես էլ քաղեմ հրաշալի 09, տեսեք, կապոտը մի երկու տեղ փչած է, բայց դա խնդիր չի։ Գողությունն արեցինք բարով խերով, այստեղ է բնակվում նաև Ավշարի շատ սիրելի զոնքանչը, հենց հիմա իրաց տան մոտ ենք, հենց տեսնեք իմացեք, որ մենք չենք մոռանում, որտեղ գնում ենք, ձեր տուն եկել էինք, հիշեցինք, ես էլ տան Վարդանին։ Թող տաքացնի խնձորները, մինչև կգա ուտելու պահը։ Հաջորդ աջից մտնում ենք, չէ՞ Վարդան, այս։ Ահա։ Արման աղբերս։ Ես սև գույնի Hyundai մոտով մտա, բայց գրուն տա ճանապարհը։ Հենա ես ոնց որ տեսա ինչ ավտո է։ Կլորֆար աղբերս, ես է դալնի բլիժնի։ Է դու ես աղբեր։ Մեռնեմ սրտի, տեկանք աղբեր, բայց հենց առաջ իմանան էլի որ եկել ենք։ Մաման հիմա սալոնը գործ անում է։ Բա լավ է, ուժեղ է, պատկասպես ինչ անակնկալ է լինելու, Արման։ Ուշադիր կլինես, մենք մամային լավ նվեր ենք տալիս, դրանից քեզ էլ փայ հասնի աղբերս։ Կուզես դու տաս։ Չէ, դուք ոնց խազում եք։ Դե վсё աղբերս, լավ։ Ես իմ նվերը տվել եմ։ Լավ աղբերս, լավ։ Տեսեք, շնիկներն են հովին տվել իրանց։ Վարդան, ներևում են շնիկները հով վարած։ Սրանք հովասեր շնիկներն են։ Սա կյաժ շուն է։ Պրիվետ կյաժ, ոնց ես։ Խոխովորա, բայց եսի կյաժուհի էր։ Նա կին շուն էր։ Ամբողջովին կին էր, երևաց։ Պետք է ջոգող լնես տես բաները, թե չդնես տաղաշանը ասես դու բան ես,
աղջիկ ես կամ աղջիկ շանն ասես դու տղա ես։ Գեղեցիկ է, ավշարը ընկերներ։ Տեսեք, տեղ-տեղ ասֆալտապատ է, տեղ-տեղ փողապատ։ Սա խոսում է հարստության մասին։ Սա շատ լավ է խոսում, բարձրաձայն գոռում է հարստության մասին։ Այնպես որ մենք շատ լավ հասկանում ենք ամեն ինչը։ Էլ մեր Արման աղբերը սիրուն դուրս է եկել ու սպասում է մեզ։ Ավշարին բնորոշ հագուկապով, որովհետև ընկերներ այստեղ շոկ է եւ շորտիկները ժամանակից շուտ են սկսում կրել։ Բարեկամ, ինչը սիրուն աղբեր է, 1000 բարի։ Այդ աղբեր, հալի սիրուն ձևավորածա, տեսեք մենք եկել ենք մալ։ Հա։ Դե արագ անցնեմ աղբեր, լավ, արագ անցնեմ ընդեկային։ Ընկերներ, տեսեք ինչ տեսք ունի։ Բյութի սալոնը, բայց սա հասարակ բյութի սալոն չէ, սա մատների բյութի սալոն է, որտեղ մենք հենց հիմա մուտք կգործենք ավշարցիներ, դուք էլ իմացեք այս բյութի սալոնի մասին, որ գաք բյութիանակ, բյութին ամենուր է։ Կարող ես բյութի հանդիպել անգամ ավշարի փողոցներում։ Վարդան, վերցրու բյութի մոմերն ու սոյլուտները։ Տեսեք, ավշարում ամենտեղ սիրուն հոգ են տարել, որ գեղեցկությունը ուղղակի աշկ ծակի, տեսեք։ Հենկոմն էլ են գեղեցկությունով զբաղված, բարև ձեզ, եթե հաստատ տեսնելու եք այս տեսանյութը, ես որ իմացեք ես ձեզ բարևեցի, ուղղակի սուսը պուսել, տեսեք Արարատը։ Այս տեսարանն են տեսնում ավշարցիները ամեն առավոտ, ամեն աստծո օր, դե հիմա մի քիչ դադար տանք մինչև Վարդանը լրիվ կձևավորի։ Ախպեր, մենք դոլարների մի կապ ունենք, Վարդան։ Զակազ եմ տվեք է գայլի։ Քիչ-քիչ անենք, որ անենք, էլի հայ։ Շատ տեղեր եք մտեսնել։ Չէ, նոր ենք եթե որ մտնենք, մի տեղ։ Ճոգիր, իմ մանգա, կուզեր կեզ ես նվել բերենք։ Եթե հա, ես Ռուստամ աղբոր բզբզեմ։ Հիշի, Ռուստամ աղբեր, կերինա չէ։ Շատ է սիրում կեզ։ Դե ուրեմ գալու ենք զանդիտ երևի։ Կամ կգանք կամ չէ, բայց որ չգանք էլ, մամայի անուն ասա։ Արմին է։ Հենց մատնարտարման սալոնն էլ ատես, Նել ստուդիո Արմին է։ Նել ստուդիո Արմին է։ Վարդան նկարի ստուդիոն այստեղ սովորական մատները դառնում են գեղեցիկ մեր Արմինե քույրիկի ջանքերի շնորհիվ։ Իսկ Արմինե քույրիկը ոչ միայն լավ տիրապետում է իր գործին, այլ նաև լավ մայրիկ է եւ իհարկե հրաշալի քույրիկ, ինչի մասին մենք հիմա խոսում ենք։ Հենց լավ քույրիկ լինելու համար ենք եկել այստեղ։ Գնում ենք, ասենք ոտներս խրով։ Սա մոտներս է, չէ՞։ Ես ողջունում եմ բոլորիդ։ Շախուրով մի քիչ, վախացնում եմ, բարև ձեզ։ Ոտներս խերով ձեր մատնահարդարման սալոն, Արմինե քույրիկ, շնորհավոր ձեր ծննդյան օրը ունեք անակնկալ։ Չեք սպասում ինչ է, որ պատահաբար կարող է անակնկալ լինի, չէ՞ որ այսօր ձեր ծննդյան օրն է ու բոլորն են ձեզ սիրում շատ-շատ։ Այս արդեն կարդում եք ինչ ա գրած այդտեղ։ Մի կարդացեք։ Ուղղակի ուզում եմ ասել, սա սեր է, որը հեռուներից է։ Ձեզ շատ-շատ սիրում են բոլորը, բայց մենք եկել ենք մի հոգու կողմից, ով որոշել է ձեզ ուրախացնի, որ ժպտակ հիմա, ինչի՞ չեք ժպտում, որ ժպտացեք։ Ուրախացեք, որովհետև այսօր մեր օրն է։ Անակնկալ արողի ամենամեծ երազանքն ու նպատակը ձեզ ուրախ տեսնելն է, այնպես որ բարև ձեզ բոլորիդ, դե որ եկել եք, ուր են ձեր ծափերը։ Ծափու եմ, հա։ Տեսակ հավաքվան մի անգամից, շատ են ձեզ սիրում, դե հələ Բա դրա համար եկել ենք ձեզ ուժեղ ուրախացնենք, դե հիմա երազանք պայք չեք։ Ծափեր տանք մի հատ էլ, քաղցրությունը վերցեք մի տեղ դրեք, մի տեղ մի հարմար տեղ դրեք, որ հանկարծ բան չլինի, էլի, հա, դրեք ընդե, դրեք, հետ եկեք, մի անգամից հետ եկեք, հանկարծ ուժ չգաք։ Հա, հիմա ծաղիկներ ունեք դուք, ծաղիկներ էլ ունեք, ծաղիկները ես ուզում եմ, որ մեր Արման աղբերը նվիրի մայրիկին, որտեղ աղբեր դե վերևը կերևան, սիրուն շորը սա քե արի, սիրուն տղա այս կարևոր է, ծափեր տվեք, մամային լավ կգերկես։
Եվ հիմա կարևորագույն փորձություններից մեկն ենք ձեզ առաջարկում, հա։ Սա ուժեղ փորձություն է, հա։ Քանի վայրկյան տանք, որ գտնեք իսկականը։ Հմ։ Գտանք արդեն։ Հա, գտանք։ Չէ, չեք գտե։ Ծաղիկը դրեք այնտեղ, որ սկսենք ման գալ։ Քանիսը հաշվենք, ասեք, դուք ասեք, առաջարկներ արեք։ 10 ենք հաշվում, հա, ընդ ասմա 2 հատ, ասմա 2 20, հա, չէ, դե սկսեցինք հաշվարկել, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 գտել Ավետ, շատ լավ էր ամենից, փողերս տվեք դեր, ու փողերը տվեք, հա, ես մի հատն էր, իսկ հիմա կարևոր հարցս, բայց լավ մտածեք, ում կողմից էր։ Վայ, էդի շատ կարևոր հարց էր, իմ թանկ աղբերների, իմ հարազատների կողմից պետք է լինի։ Էդում կողմից պետք է։ Ճիշտ եք դուք, Ռուստամի եւ Համլետի, հա, ձեզ շատ սիրում եմ, լավ է, քույրիկներին բոլորն էլ սիրում են, ձեզ էլ եկանք ասենք, ձեր սիրուն բան, բյութի սալոն, էսի չանն է, ինչ է, մատա սալոն, Նել Արմինե, շատ ուժեղ տեղ է, գոհեք, անգամ հաճախորդ ունենք այստեղ, գոհեք, հա, դուք որ գալիս եք, տեղը տեղին է անում սաղ, խորհուրդ եք տալիս ավշարցիներին, որ գան, բա գալուց ինչ բերեն, որ բացի փողը, կոնյակ բերեն? Հա, առանց ոչ մի բան, եկեք, մենակ բերեք մի քիչ, հա, հաճախորդները դատարկ չեն գալիս, սա է, ես գունեղ տեղը ով կարա դատարկ գասկի, ես դատարկ չեկա, դե ձեզ լավ որ, հա, բարձր տրամադրություն մենք գնանք, հարգելի ավշարցիներ, մենք գնանք մեր մյուս շարերը անենք, մենք այսօր մի հսկա գեղեցիկ պատ ունենք շարելու, ավշարից սկսած, գնում ենք հետո Երևան, որտեղ գերհզոր անակնկալ ունենք, մայրիկին անսպասելի անակնկալ ենք տալու, որը նրան շատ ուրախացնի, կհուզի։ Գիտես ինչ անակնկալ Վարդան։ Տոմսեր, ուղևորություն դեպի աշխարհի ամենալավ տեղերից մեկը։ Իսկ թե որտեղ մնացեք որ իմանաք։ Ընկերներ, հիանալի է օր այսօր այստեղ։ Ավշարում։ Ավշարցիներ, լայքեք բաժանորդագրվեք մի օր այսենց, գալու եմ ձեր մոտ, բերելու եմ գեղեցիկ նվերներ անպայման, ես միշտ բերում եմ նվերներ, այսօր էլ բացառություն չէր ու գնում ենք առաջ դեպի Երևան, խոդ ենք տալիս օթորակիչը ամենահզորի տակ, որ շոքից վարի չգնանք, գեղեցիկ դարպասների մոտով, որտեղ մեզ արծիվներն են նայում, Սահում պտտվում ենք ու գնանք դեպի Երևան։ Ես ձեզանից մեկը անակնկալ ես ուզում իրենք կան Ավշարի գեղեցիկ ու սուրբ տեսարանները շատ են, որոնցից մեկն էլ հենց Սուրբ եկեղեցին է, Լեռան Գագաթին, որ հենց ասում են Սպարապետի անունով է, Վազգեն Սարգսյանի անունով է։ Նա է կառուցել, հիմքը նա է դրել։ Եվ իհարկե շատ գեղեցիկ է մտածել, ինչպես նրա ամբողջ կյանքը գեղեցիկ ու հայրենասիրություն է խորհրդանշում, այնպես էլ այս եկեղեցին։ Այն նույն 09-ներ, որտեղ որ մենք խնձորի գողություն արեցինք։ Դե հիմա հատուկ իմ հետևորդների համար մի հատ կրծ կանեմ այս խնձորից, որը գողացանք։ Նայեք, այս մի հատն է, էլ չի լինելու, էլի, այնպես չի, դեռ դնել եմ չփչփացնելով ուտեմ դուք տենաք։